Այս ցանկն էլ մի փոքր խեղաթյուրված է, ես շատ եմ հանդիպում, որ մթերքներ կան, որոնք իրականում ալերգեն չեն։ Եկեք ես նշեմ, դրանք հիմնականում 8-ն են։ Առաջինը դա գլուտենն է, այսինքն ալյուրից է պատրաստված ուտելիքները, գլուտենը, կաթնամթերքը, ձուն, ձուկը, ծովամթերքը եւ խեցգետինը, գետնանուշը, ընկուզեղենը եւ սոյան։ Ալերգեն մթերքները ժամանակին ընդունված էր ուշացնել, բայց այժմ հետազոտությունները ցույց են տալիս, որ պետք է ինչքան հնարավոր է շուտ, այսինքն նույնիսկ 6 ամսեկանից սկսած պետք է քիչ-քիչ երեխային բոլոր այդ 8 տեսակի ալերգեններին ծանոթացնել, շատ փոքր, այսպես միկրոդոզայից պետք է սկսել, եթե երեխան ցան չի լինում, շնչառական խնդիրներ կամ այլ ինչ-որ արտահայտված է, բաներ չի լինում, շաբաթվա մեջ մի քանի անգամ պետք է փորձել, որպեսզի երեխան արդեն սովորի այդ մթերքին։ Երբ որ մի շաբաթվա մեջ հստակ երեխան ընդունեց դա եւ իր օրգանիզմը դա չճանաչեց որպես վտանգ կամ ինչ-որ ալերգեն սնունդ, կարող եք շարունակել արդեն հանգիստ նորմալ իր չափաբաժնով։ Մեղրը առհասարակ չի համարվում ալերգեն սնունդ, դա համար 1, այսպես միֆերից է, որ մեղրը ալերգեն է, մեղրը մինչև 1 տարեկան արգելվում է զուտ բոտուլիզմի վտանգի պատճառով, որպեսզի երեխայի օրգանիզմ չներթափանցի այդ վատ բակտերիան։